դուք եք հրաժարվել Քիևստի փաստաթղթից։ Ես վախեցել եմ, ժողովրդական սիրո առաջ վախեցել եմ, այո, վախեցել եմ, իսկ ինչի պետք է չվախենայի, իսկ ինչի երկրի ճակատագիրը տենց վիճակում ստանձնելով եւ պատասխանատվությունը ստանձնելով պետք է չվախենայի, իսկ ինչն է այդտեղ բան տարօրինակ, որ վախեցել եմ, ինչն է տարօրինակ այդտեղ, որ վախեցել եմ, այդտենց վախենայի նոյեմբերի 9-ի թուղթը չէ ստորագրի, վախենայի չէի ասի այն, ինչ որ ասում եմ, ես այսօր հրապարակային ասում եմ բաներ, որ 1000 տարի հայ ժողովրդի մեջ վախեցել են, բազմաթիվները իմացել են և վախեցել են ասել, բաներ, որ հազարամյա տաբու է եղել մեր իրականության մեջ, բա ինչի չեմ վախենում, որտև ես միշտ էլ ասում եմ, միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց, ով չի վախենում, ասենք մենակ խելագարը կարա չվախենա այդ պատասխանատվության իրականացնելի սխալվելուց, մենակ խելագարը, Վազգեն Սարգսյանն ասում էր, ես վախենում եմ ոչինչից չվախեցողներից, և ինչ, այդ դուք եք, որ տենց սուպերմեններ եք, տուրնիկի վրա այնքան անվախ կարակ պտտվեք, որ չվախենալով, որ էլեմենտներ կան, մենք մարդիկ ենք, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին, մեր իսկ դարդին, մեր իսկ պրոբլեմին եւ հասկացել ենք, որ մենք պետք է մեր երկրի ապագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ եւ կայացրել ենք որոշումներ Այն ժամանակ, որ ասում եք վախեցել ենք, գիտեք ինչից ենք վախեցել, որովհետև տեսել ենք այդ թագարդը, որ 1000 ներողություն Հայաստանի եւ Սփյուռքի մի շատ գործիչներ մղում են մեզ դեպի այն թագարդը, որը ասում եմ Ղարաբաղի հարցի մասին չի, Հայաստանի պետականության կորստի մասին է, մենք վախեցել ենք Հայաստանի պետությունը կորցնենք եւ ճիշտ ենք արել, որ վախեցել ենք Եվ այդ վախի շնորհիվ է, որ մենք այսօր ասում ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը 50 տարի, 100 տարի, 500 տարի, 1000 տարի լինելու շանս ունի։